Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Եվ հիմա ինչ ունես դու Եգիպտոսի ճանապարհում, որ Սիովրի ջուրը խմես։ Երեմիա 2:18 Զանազան հրաշքներով, բազում ողորմություններով և արտասովոր ազատագրություններով Աստված ապացուցել էր, որ արժանի է Իսրայելի վստահությանը։ Այդուհանդերձ, նրանք քանդել էին այն ցանկապատը, որով Աստված իրենց առանձնացրել էր որպես սուրբ ժողովուրդ։ Նրանք թողել էին իրենց սեփական, կենդանի և ճշմարիտ Աստծուն և կեղծ աստվածների հետևից էին գնացել։ Տերը շարունակ հանդիմանում էր նրանց այս խելացնորության համար, և մեր տեքստն այդ հանդիմանության օրինակներից մեկն է։ Ինչ ունես դու Եգիպտոսի ճանապարհում, որ ցեխոտ ջրեր խմես, քանզի Սիովր բառը այսպես է թարգմանվում. Ինչու ես հեռվում թափառում և թողել ես Լիբանանի քո զով աղբյուրները, ինչու ես լքել Երուսաղեմը, դառնալով Մեմփիսին և Տափնային, Երեմիա 2:16 Ինչու ես այդքան տարօրինակ կերպով տրամադրվել չարություն գործելու, այնպես որ չես կարող բավարարվել բարի օգտակար բաներով, այլ հետևում ես չարիքի և մոլորության։ Միթե այստեղ քրիստոնյային ուղղված հորդոր և նախազգուշացում չկա։ Օ ճշմարիտ հավատացյալ, որ կանչված ես շնորհքով և լվացված Հիսուսի թանկագին արյամբ, դու ավելի լավ ըմպելիք ես ճաշակել, քան այս աշխարհի հաճույքների կեղտոտ գետերը կարող են տալ քեզ։ Դու Քրիստոսի հետ ես հաղորդակցվել, դու վայելել ես Հիսուսին տեսնելու և գլուխդ նրա կրծքին դնելու ուրախությունը։ Արդյոք այս երկրի մանրուքները, երգերը, պատիվներն ու զվարճանքները բավարարում են քեզ այդքանից հետո։ Միթե հրեշտակների կերակուրը ճաշակելուց հետո կարող ես կեղևներ ուտել։ Բարեպաշտ Ռեզերֆորդն ասել է. ես ճաշակել եմ Քրիստոսի մանանայից, և դա իմ քիմքին տհաճ է դարձրել այս աշխարհի ուրախությունների սև հացը։ Կարծում եմ քեզ հետ էլ պետք է այդպես լինի։ Եթե դու թափառում ես Եգիպտոսի ջրերի մոտ, օ շտապիր դառնալ դեպի միակ կենդանի աղբյուրը։ Սիովրի ջրերը գուցե քաղցր են եգիպտացիների համար, սակայն քեզ դրանք միայն դառնություն կպատճառեն։ Ինչ գործ ունես դրանց հետ։ Հիսուսն է այս երեկո տալիս քեզ այս հարցը, որը կլինի քո պատասխանը։